Բարերագո սիրելի հայրենագիստներ, այսօր մեզ հետ է երեկվա գիրագի օրվա աստղը, մեր ընկերին Թորկոմին գնկարակրե իբր հայելի աղումբի աստղ, հիմա կարող ենք ասել հայ տորունցին համար արավոդի աստղ, նախ կուզեմ ինձ եթե գիտուրատրես, չորեքշաբթի օրը հայ տորունցի մաս երրորդ հոդվածը լույս է տեսնելու արավոդի մեջ, բոլորին գոչ կուղեմ գողորտորեմ հոյակապ այդ հոդվածի շարքի հետևին մաս երրորդը բարերագո հայ ինչպես եք Պետրոս ջան, շնորհակալ եմ, դուք ինչպես եք։ Այք նախ կուզեմ հարցնել այսօր սոցցանցի վրա գշրջվի լուրեր, որ Հայաստանի կառավարության անդամ նախարարը ասաց է, որ լուրաչունի որ այդպիսի բան դեպք է եղել։ Ինչ կուզեք ասել այդ նախարար դիգին ներգարձեմ, ինչ որ գարտացի սոցցանցերեն Facebook-ի վրա կառավարության անդամ նախարարը մգեսել որ այդպիսի բան ինքը երբևէ լուր չունի, այսինքն ոնց որ ինքը երկում է որ դենց բան եղել է։ Կոպերանը իսկապես փակելով եկեղեցի դանին վիդեոները ես տեսա։ Խնդրեմ նախ մատնես ինչ մղեց քեզի երեք եկեղեցի երտալ եւ այդպես ասել այդ խոսքերը եւ ինչ պատահեցավ քեզ խնդրեմ Ինչա մղեց, ոնց որ այդ բան երբ որ հասա այնտեղ այլ ձև չունեի այդ բողոքս արտահայտելու, տենց արտահայտվեց։ Դրանից հետո ինչ եղավ, ընդամենը եկեղեցուց հանեցին դուրս։ Ու այլևս չկարողացա հետ գալ այդքան բան։ Երկու բառով ասած։ այդ նախարար դիգին այդպես ասել է ես չեմ ստուկ ակտու ինչ որ դեսա ինչ կուզեք այդ նախարարին որ ձեզ այդ պատահեցավ ինչ կուզես գոչ ուղել հերքում են ոնց որ Նախարարի նախարար դիգին մներ ինչ որ դեսա ես Facebook-ի վրա ցեզ տագերի Թե Facebook-ի նախարարին ինչ կոչում է։ ինչ գոչ ուղեք իրեն ինչ կուզեք ասել ինքը գսե որ այդպեսի բան չէ պատահած Նախարարին կառաջարկեմ ընդամենը հեռանան, բայց դե գիտեմ որ չի լինելու, դրա համար բան չեմ ասի։ Դրա հետ կապված, այսինքն ինչ պետք է ասես, ինձ հետաքրքիր է, եթե ինքը ասեր հա տեղյակ եմ, ինչ որ կարծիք պետք է հայտներ, ասես տեղյակ չի, կարծիք հայտնելու կարիք չկա։ Շատ դիվանագիտորեն պատասխանել է մարդը ինքը։ այսինքն մանուվրերը ջարմի եղել խոսապել է ինչպես շատեր Հայաստանում Հայակե ոսկարար չի մանր։ Իդեր տեսել է, բայց դե եթե ասես տեսել է, պետք է կարծիք հայտնել, իսկ շատ գեղեցիկ դիվանագիտորեն ինքը իրեն վատ վիճակի մեջ չդրեց։ Ապրինքը շատ խելացի աղջիկ է։ Հավական ջարմիկ հայկական դասական ջարմի ուճա մասին որ Հայաստան գսե շուստրի խոսելու ենք նախ ինչ կուզեք ասել առաջինները որ քեզի իզոլացեցան ես վիդեոն դեսա բայց էսի ասի հայգն է էսի չէ որտեղից որտեղ առաջինը որ ինձ լուր դվավ եւ ասա որ այո հայգն է եւ զորակցեցավ արավոտ օրատերներ գուզեմ ողջունել Ռուզան Մինասյանը Facebook-ի վրա քեզի աչակեց ասա որ հայգին բերանը կփոգեք բայց հայգը իմ հերինակներս է արավոտում դարձյալ բիդի արիտ ունենա արտահայտելու ինչ կուզեք ասել այդ ուղղությամբ Դե եթե զորակցության մասին է խոսքը շնորհակալ եմ զորակցության համար բայց այդ ու նաև առավոտին տեսել եմ այդ գրառումը բայց եթե միայն զորակցությունն է խնդիրը դե ինչ ասեմ զորակցեք լավ Սևո մնալ այդ խոսքը ինձ ուղղված է որովհետեւ մենք մի քանի հոգիով փորձած ենք այսպեսի շրջանակ մնել սակայն մինչև այսօր իրավացիորեն հայգը մեզի գորտորը որ իրեն հետ միանան որովհետեւ մինչև հիմա մենակ ավելի կամ մեկ տարի է օպերայի մեջ կբայկարիս եւ դակավին արցախները որ կան թույլ են ինչ կներես Պետրոս ջան ընդհատելու համար ես երբեք ոչ մեկին չեմ խնդրել ինձ միանալ Ես խնդրել եմ նույն համառությամբ այդ հարցը իրենք էլ բարձրացնեն, բայց փողոցում։ Իրար հետ կլինենք շատ ավելի լավ, իրար հետ չենք լինի այդ հարցի բարձրացումը ինձ համար մեծ ուրախություն կլինի։ Ես չեմ խնդրել ինչ-որ մեկին գալ իմ կողքը կանգնել։ Ասել եմ եկեք իրար հետ այդ հարցը բարձրացնենք, որ զուտ տպավորություն սխալ չառաջանա, էլի, խնդրեմ, ազատ տաշտ է։ Լավ Քանի որ խոսենք հայկական դասական շուստրություն որ գսեն Հայաստանի մեջ խուսափելու ավելի կամ մեկ տարի է գոչ կուղես Հայաստանի քաղաքական ինտիմատիվները ոնց մեջ շարդերում իրենց գոչեմ չինտիմատիվ
ըստ երևույթին ինչ եմը կփորձեն անդեսել սակայն կարծես վերջերս որոշ քաղաքական ուժեր որոշ քաղաքական մեդիա ուզե քեզի անդրադառնալ քեզի դերդալ ինչպես կգնահատես եւ ինչպես կգնահատես ընդդիմադիրներուն կամ չընդդիմադիրներուն խոսափողը կուն հարցեր գավոր բարձրացուցիչ սակայն ըստ երևույթին խոսապին անոնց մասին խոսելու ուզեմ անոր մասին խոսիս Ես այսօր ընդդիմադիր, երբ որ հարցնում են ընդդիմադիրներն ովքեր են, ասենք ընդդիմադիր տարբեր ճամբարներից, երբ որ խոսք է գնում ընդդիմադիր հարցնում են, դե ընդդիմադիրնով է, երևի նկատի ունենալով միայն իրենց, կամ օրինակ իրենց քաղաքական ուժը, կամ իրենց համոզմունքի մոտ քաղաքական ուժերի, չգիտեմ, որոշ ուժեր հակառուս կամ իրենց աջակցող անդամներ, երբ որ հարցնում եւ ի նկատի ունեն իրենց որպես հակառուս, օրինակ չգիտեմ, նույն խորհրդանական ընդդիմությանը չեն համարում ընդդիմություն, որովհետեւ գտնում են, որ իրենք օրվա իշխանության հետ նույն խաղն են խաղում։ Ես ոչ կարամ դա հաստատեմ, ոչ կարամ դա բացառեմ, բայց միևնույն ժամանակ ես արդեն որ սկսեցի, ոնց որ ասած, ընդդիմադիր համարել նրանց, ովքեր այսօր հստակ իշխանության չեն եւ ովքեր հայտ են ներկայացնում վաղ օրինակ ընտրությունների արդյունքում դառնալ հաջորդ իշխանությունը օրինակի համար։ Այո, մեկը կարող ասելի նույն խաղն է խաղում, նույն խաղը չեն խաղում, ներողություն, բայց դա որ ասում է փաստ չի իմ համար, դա ընդհանրապես կարծիք է, որը նաեւ կարող ապրելու իրավունք ունենա։ Հիմա ինչ կախված նրա հետ թե ընդդիմության ինչ կասեմ, կամ ընդդիմության այն անդամներին, ովքեր իրենք էլ են համարում, որ դա կարևոր է, եթե չասենք առաջնային, բայց չեն խոսում դրա մասին։ Խոսեք նրա մասին, ինչը որ ձեզանից բացարձակ կախված չի։ Հավանաբար այտենց հաջորդ անգամ եւս կձախողվեք։ Այդ թվում նաեւ խոսեք արտաքին հարաբերություններից։ Գիտեմ, խոսեք Ռուսաստանի հետ հարաբերություններից, խոսեք Արևմուտքի հետ հարաբերություններից, խոսեք այդքան չարչարված բալանսավորված քաղաքականությունից խոսեք նրանից, որ բացարձակ դուք որևէ ինֆորմացիա չունեք, այդպես պատասխանատվությունից էլ եք ձեզ սպառում հետագայում, էլի։ Իսկ ինչից որ դուք կարաք խոսեք իրոք, չանից չեք խոսում, որովհետև վաղը միսօր ձեզ կարող է հստակ պահանջ լինի, ու դուք չկարողանաք դրանից խուսափել, այ դրանից չարժի խոսել։ Դա շատ վտանգավոր կարող է հետագայում լինի, առավել եւս, երբ որ դուք սկսեք խոսել ներքին խաղաղ կանոնների փոփոխությունից, օրինակ, ինչից որ իրոք կարաք խոսեք, կարող է պատահաբար նենց ստացվի, որ հաջողության հասնեք, ժողովուրդը սկսի ձեզ իրոք լսել, փորձի ձեզ հետևել ու հանկարծ պատահաբար նենց ստացվի, որ դուք հասնեք իշխանության ու չիմանաք այդ բեռի տակից ոնց դուրս գաք։ Էդ էլ կա էլի, իմ կարծիքով, որ այդ բեռը կարող է ձեր հակով չլինի, ու ոնց որ չկարողանաք դա կրել։ Մի քիչ սարկազմով ստացավ, բայց ինձ թվում է պարզ է ինչի նկատի ունեմ։ Այգի շատ կարևոր խաղապարը հիմա ասպարեզ ներեց, մեդան ներեց։ Ինչ որ հասկացա հայգեն ուզեմ հայստադե։ Հայգը գսե որ քաղաքական գուսակցությունները ոչ մեկը ձերակիրի մասին չի խոսիր անելիքների մասին, որովհետև կարող են եթե այդպիսի խոստումներ տալ եւ իշխանության աստին ժողովուրդը ասե որ այսպիսի բան արտահայտեցիր։ Ուրեմն ինչ որ հայգը գսե որ այս ինտիմատիվ ուժերը բարձրապես իրենց քաղաքական ջարը գետրոնացած են որ Փաշինյանիզմը ինչ կնե եւ ինչ պետք չէ Անոնց ասեն իրենք ինչ պիտեն են, որովհետև այդպիսի խոստումներ դա հանգարց բարդավորված գլան այդ խոստումներուն մասին հաշիվ տալու ժողովրդին։ Ինչ հասկացա։ Կարելի ասել հենց դա էլի նկատի ունեմ, ուղղակի մի քիչ մի փոքր տարբերությամբ այսօր որոշ քաղաքական ուժեր, ասում են օրինակ, չգիտեմ, օրինակ Ռոբերտ Քոչյանը այս վերջում ծրագիր էր ներկայացնում, պատկերացում էր ներկայացնում Թրամփի ուղու շարունակության մասին։ Օրինակ Հայ ազգային կոնգրեսը Թրամփի ու Բրիքսի խաչման մասին էր ներկայացնում, այսինքն էլի կախված արտաքին աշխարհի հետ էլի։ Օրինակ կան հասարակական գործիչներ, այդ թվում նաև ինչու՞ չէ, Խոսրով Հարությունյանը, ով շատ խոսում է որպես ալընտրանքային ուղի
առաջ բերել այդ Ղազախ-Իջևան, Բաքու-Ղազախ-Իջևան եւ շարունակությամբ դեպի Թուրքիա տանող ճանապարհը ոնց որ հակադրություն Թրամփի ու Նայեք իմ կարծիքով շատ խելացի առաջարկ, որի մասին կարելի է այդ գաղափարն առաջ տանել, բայց ամբողջ հարցը նրանում այդ բոլոր տեսակետները կախված են արտաքին աշխարհից։ Ու ամբողջ հարցը նրանում է, ուղղակի ես նման համոզմունք չէի արտահայտի, եթե նման անվստահություն չլիներ օրվա իշխանության հանդեպ։ Բայց քանի որ ունենք այս իրողությունը, ինձ թույլ եմ տալի այդ համոզմունքը, որ այդ բոլոր քաղաքական ուժերը չեն կարող ճիշտ չի, երբ որ առնվազն ճիշտ չի, ես փորձում եմ մեղմ արտահայտել։ Եվ իրենց երբ որ տեսակետը կապում են արտաքին աշխարհի հետ։ Ներողություն, բայց դուք չեք կարող դա անել։ Դուք կարող եք գալ իշխանության ու բարձվի ձեր պատկերացումները, եթե դուք իրոք անկեղծ տենց եք պատկերացնում, ոչ թե ուղղակի ասում եք, որ փորձեք էլեկտորատ շահել, կարող բարձվի, որ դուք գալիս եք ու լրիվ հակառակ պատկերն եք ստանում։ Ու այդ բարակայում բոլոր ձեր գործողությունը ներողություն։ Ու ես անընդհատ կրկնում եմ դա ու հələ որ չեմ հոգնել։ Այդ համոզմունքը հիմնված է նրանից, որ որևէ մեկը չգիտի Նիկոլ Փաշինյանին ով է հովանավորում։ Ով է հովանավորել, այսօր ով է հովանավորում, ինքը ինչ պայմանավորվածություններ ունի փակ դռների ետևում։ Եթե անգամ կարող է պայմանավորվածությունները գրավորեն։ Եթե դուք այդ ամեն ինչը չգիտեք, ո՞նց եք ձեր ապագայի մասի տեսլականը կառուցում արտաքին հարաբերությունների հետ կապված։ Եթե ելնենք այդ տեսակետից, եթե դուք չեք կարող արտաքին հարաբերությունների հետ կապված հստակ ասել, ունեք պատկերացում, նորմալ է, բայց հիմնվել դրա վրա շատ է կաղում։ Առավելևս, որ այդ հարցում Նիկոլ Փաշինյանը այսօր կարող է եւ հաղթող դուրս գա։ Դրա համար, եթե չեք կարող այդ հարցում ելնենք այդ տեսակետից, դուք նաև չեք կարող ներքին հարցերի վերաբերյալ, այդ տնտեսության, բանակի հետ կապված հարցերի վերաբերյալ, անգամ սոցիալական հարցերի հետ կապված հարցերի վերաբերյալ չեք կարող հստակ պնդումներ անել։ Հա, ունեք պատկերացում, շնորհակալ եմ աշխատանքի համար, բայց պնդում անելու հենվել դրա վրա ու ասել, որ դրա համար ենք ուզում Նիկոլ Փաշինյանին հեռացնել, ես կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի տեսակետները ձեր տեսակետների համար բավական մրցունակ կարող են լինել, առավելևս որ դիմաց ընտրություններ են։ Եկեք խոսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանը օրինակ խոսք է տվել, որ ինքը սահմանադրություն պետք է փոխի ու չի փոխել, ու դուք եկեք այդ խոստումով։ Որտեվ դա այն միակ նյութն է, որի մասին դուք հաստատ կարող կարծիք հայտնեք ու վստահաբար կարող եք այդ կարծիքը առաջ տանել, որտեվ դա կախված չի արտաքին աշխարհից։ Բայց շեշտը ինչումն է շատ կարևոր իմ տեսակետը, ինչի շուրջ եմ տեսակետս կառուցում, որ ոչ թե առանձին վերցած քաղաքական ուժ պետք է դրա մասին խոսի, այլ ամբողջ քաղաքական համակարգը պետք է դրա մասին խոսի, ընդդիմադիր, անկախ նրանից ով ում հետ ինչ հարաբերությունների մեջ է կամ ով ում է համարում, չգիտեմ, արևմուտքի շպիոն, ռուսի շպիոն, հա, ասենք, եթե ամբողջ քաղաքական համակարգը չի խոսում դրա մասին, հավանականությունը, որ առանձին վերցած որևէ քաղաքական դրա մասին խոսելով հաջողություն կհասնի, շատ ավելի փոքր է։ Ինչի համար եմ շեշտս դնում դրա վրա, որովհետև միակ երաշխիքը հնարավոր երաշխիքը համարում եմ այն, որ նման փոփոխություն տեղի ունենա ու ժողովուրդը կվստահի, երբ որ ամբողջ հասարակությունը կամ առնվազն ակտիվ հասարակությունը գիտակցի դրա կարևորությունը ու գիտակցի, որ վաղը մյուս օր ինքը հաջորդ կառավարությունից հստակ պահանջի նյութ ունենալու։ Երբ որ գնա կառավարությունը ասի, դու հստակ սահմանադրություն կփոխես, մենք չես չենք ընտրել ոչ բանակի համար, ոչ արտաքին հարաբերությունների համար, ոչ սոցիալական հարցերի, մենք ես ընտրել ենք սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար։ Ու երկրորդ կարևոր հարցը, որ քաղաքական ուժերն ընդունեն, որ իրենք գալիս են անգամ 26 թվականի ընտրությունների արդյունքում իրենք պետք է գան որպես ժամանակավոր կառավարություն։ Պետք է գան նման փոփոխություններ իրականացնելու սիտուատիվ կառավարություն, ես վերջում հարգելի ընկեր Դանիելյանը շատ հետաքրքիր տերմին տվեց, օգնում է, ինձ օգտագործում է։
Սիտուատիվ կառավարում իրականացնելու բնականաբար 1-1.5 տարի իրենք մենակ սահմանադրությամբ չեն զբաղվելու լոդերի պես։ Պետք է զբաղվեն սոցիալական հարցերով, պետք է զբաղվեն ներքին համերաշխություն ապահովելու հարցով, բանակի հետ կապված անհրաժեշտ օրենսդրական հիմքեր դնելու, որ հաջորդ կառավարության համար հեշտ լինի։ Այդ ամեն ինչը հասկանալի է, ինչու՞ չէ արտաքին հարաբերությունների հետ կապված պետք է որոշակի հիմքեր ստեղծեն, որ հաջորդ կառավարությունը ավելի հեշտ աշխատի։ Բայց հիմնական խոսքը ընտրությունների ընթացքում ես գտնում եմ պետք է լինի հենց դա, որ մենք գալիս ենք նման պետությունը ինստիտուցիոնալ հողի վրա դնելու համար։ Գերգին Պահանջը քաղաքական ուժերից դա է, ու կոչս քաղաքացիներից, ովքեր որ համաձայն կլինեն այդ մտքի հետ կամ այսօր համաձայն են այդ մտքի հետ, իրենք այդ պահանջը իրենց հերթին բարձրացնեն, որ սկզբից ասեք, ես ոչ թե ասում եմ իմ կողքը համախմբել, այլ ասում եմ իրար հետ այդ պահանջը բարձրաձայնեք, ու շատ կարևոր է քաղաքացին, երբ որ այդ պահանջը բարձրացնում է, ինքը խնդիր չունի իշխանության գալու, խնդիր չունի նաև իր շուրջը համախմբելու, դա շատ կարևոր է։ Ռինգուքան նույնույթին հայք հաջորդ կառավարությունը իմ առաջարկը չեմ գիտեր թե անոր համամիտ որ 5 տարի շատ երկար ժամանակ է որ ընդրությունն որ մեկ իշխանություն կա 5 տարի մնա արդյոք մեր բարակային որտեղ Հայաստանի մեջ իրականություն ալի որ ժողովուրդը դակավին պետք է ինչ ապտասիարակված չէ ժողովրդավարության առումով սա ճշմարտություն է Հայաստանի ժողովուրդը դակավին ժողովրդական գիտակցության մագարտակով դակավին սկացական է շատ խապված է վերաբահ է հիաստապված է չի համարցակիր արդյոք Հայաստանի մեջ շատ կենսական է որ որևէ կառավարություն ընդդրել մեջ արևելակույնը մնա իշխանության 2 տարի մենք ավելի ճիշտ է որ 2 տարի անգամ ընդդրությունը անցկացնենք որովհետև իշխանությունը կդնենք որ 5 տարի է մինչև մենք կաշենք եւ ըստ երևույթին ես վստահ եմ ես որ հաջորդ ընդդրությունը Փաշինյանիզմը հաղթական է ես չեմ տեսել ընդդիմության հաղթանակը ես ընդհանրապես չեմ տեսել ուզեմ ասել երկու հարցումներուց մասին բացականենք եւ այսօր ինձ մեր խնդրած ես որ չեր գարենք մեր երկու հարցումները վերջին հարցումն է խնդրեմ կապված Փաշինյանի վերարտադրության հետ վաղ չասեմ այդ մտավախությունը իմ մոտ կա որտեվ ես էլ չեմ տեսնում քաղաքական ուժերի մեջ այդ համախմբման պոտենցիալը ոչ թե առանձին ուժերի ոչ թե միայն գներես հայ ոչ թե միայն այդպես ոչ մեկ քաղաքական ձելակի չեն առաջարկում այսինքն այս չես կրատուն ընդդիմության տալեցելու որ Փաշինյանիզմը ասկեն վադի այդպեսով ոչ մեկը գող չի գտներ մենք վրա չի խնդանք հա բան չասեցի ուղղակի միտքս ինչու՞մն է որ քաղաքական ուժերի մեջ համախմբման ոչ թե առանձին ուժերի պոտենցիալ է համախմբման պոտենցիալ չեմ տեսնում իսկ առանձին վերցած քաղաքական ուժերը քիչ հավանական եմ համարում որ կարողանան այնքան ձայն հավաքել որ Նիկոլ Փաշինյանին կոպիտ ասած լավ որ Նիկոլ Փաշինյանին կարողանան հաղթել իմ մտավախությունը գալիս է դες միգուցե ես սխալվում եմ միգուցե ես ուրախ կլինեմ որ ես սխալվեմ այսօր կապված հա կապված նրա հետ թե օրինակ կառավարություն պիտի լինի 2 տարի մեկ կամ 4 տարի մեկ մարդը ասում է 5 տարի շատ է 4 պետք է լինի դες օրինակ դու ասում ես 2 տարի մեկ ես շեշտս դնում եմ քիչ այլ հարցի վրա երբ որ խոսում սահմանադրական փոփոխությունների մասին հստակ ձևակերպում եմ այն որ պետք է միայնակ իշխանություն չլինի այդ միայնակ իշխանության մեջ ես վերջում ես խոսում որ մարդիկ ասում են որ կուսակցությունների մեջ պետք է լինի ժողովրդավարություն ու եթե կուսակցությունի ներքին ժողովրդավարը ուրեմն ինքը նաև ես մի քիչ չեմ հա ինքնան է որպես արա կուսակցությունի մեջ ժողովրդավարություն ունենա բայց երբ որ այդ կուսակցության անդամների բերանը հանգած իշխանության համը գտնի կարող է նաև այդ ներքին ժողովրդավարությունը սկսի խարխլել ուստի ես պետության կառավարման մեջ չի ուզենա Երբ մեկ շատ կես հայկյան այդ ժողովրդավարությունը իշխանության հասնելն շատ ավելի առաջ արդեն խախտված է խարխլված է արդեն իշխանության հասնելու պետք չունի հիմա արդեն իշխանությունն է մողոնում են կուսակցություններ ժողովրդավարության հետ կապ չունի գամայական շարժումներ են բոլորը խնդրեմ առավելևս եթե ելնենք այդ տեսակետից ուստի ես շեշտս դնում եմ այդ միասնյա իշխանության բացառման վրա այդ թվում նաև միակուսակցականության բացառման վրա ինչի նկատի ունեմ միասնյա իշխանության բացառումը շատ կարևոր է որ երկրի փաստացի ղեկավարը
լինի օրինակ, այ չգիտեմ, հնարավոր կիսանախագահականի պարագայում նախագահան կամ խորհրդանականի պարագայում վարչապետը, ինքը պետք է հնարավորություն ունենա իր կամքով կամ ցանկությամբ նշանակումներ անել այնպիսի կարևոր պաշտոններում, ինչպիսիք են դատախազը, դատավորները, ՄԻՊ-ը, ԿՀ-ն, օրինակ ԿԲ-ն եւ քննչական կոմիտեի նախագահը։ Այսինքն նման պաշտոնները, որոնք պետք է իրապես անկախ լինեն, ոնց որ թղթի վրա են անկախ, այնպես էլ հողի վրա պետք է անկախ լինեն, անկախ նրանից, թե քաղաքական ուժերը իրար հետ ինչ հարաբերություն ունենան, այսինքն եթե անգամ հնարավոր է ունենալ քաղաքական ճգնաժամ, բայց դա պետք է ոչ մի կերպ չազդի պետական կառավարման համակարգի վրա։ Այսինքն այդ պաշտոնները, որոնք պետք է անկախ լինեն, պետք է չնայեն այն հարցին, որ եթե հանգարց իշխանություն փոխվի, կարող է այդ համակարգերում ամբողջ վերնախավը, եթե ոչ ավելի ցածր մակարդակներում անձնակազմը փոխվի։ Ես դրա մեջ եմ կայունությունը համարում պետության, իսկ մեկ-մեկ ասում են, բայց այդ պարագայում քաղաքական ճգնաժամ կլինի, կուսակցությունները իրար հետ կոալիցիա չեն ուզենա կազմել, որտեղ ես այդտեղ բանալի համարում եմ նաև առանցին վերցած քաղաքական ուժի կողմից մեծամասնություն կազմելու հնարավորություն դարձան կոալիցիոն կառավարություն։ Իհարկե դա ոչ պրոֆեսիոնալ կարծիք է, որը կարա երթերի լինի, բայց իմ կարծիքը այսօր դա է, հələ որ ավելի հետաքրքիր տեսակետ չեմ գտել ինձ համար առնվազն։ Այդ պարագայում ասում են, բա որ կառավարություն չձևավորվի, բա որ խորհրդարանում համաձայնությունների չկան։ Ես երկու արգումենտ եմ իմ համար շատ կարևոր բերում, ասում եմ, առաջինը, եթե իրանք այս ամեն քաղաքական ուժը պատրաստ չի որոշակի զիջումների գնալ կառավարություն կազմելու համար, հավանականությունը քիչ է, որ վաղը միսօր ինքը զիջումների կգնա, եթե ժողովուրդը իրանից դժգոհ լինի։ Ու հետո ներողություն, եթե խորհրդարանը այնքան կենսունակ չի, որ կարողանա նման որոշումներ կայացնի, թող խորհրդարանը ցրվի։ Թող այնքան ցրվի, գումարվի, մինչև որ արդեն կոպիտ ասած մեր շատ սիրելի քաղաքական գործիչները խելքի գան ու հասկանան, որ այս պետությունը խաղոպար չի ու քմաջուկների տեղ չի ու քաղաքական ուժերը պարտավոր են նաև ինչու՞ չէ պարտավոր են անհրաժեշտության դեպքում զիջումների գնալ։ Ջան, իմ հարցումներս ավարտած է, եթե որևէ խոսք ունես ուղղելու խնդրեմ, տաշտիկեջ ազատ է։ Կոչ ես էլի քաղաքացիներին, խնդրում եմ, հաշվի առեք այդ փաստը, որ հաջորդ եկած որևէ կառավարություն կարող լինի կամ ավելի պատու կենտրոնացեք ոչ թե անձերի վրա, Նիկոլը գնա ու կա, այլ կենտրոնանք այն հարցի շուրջ, որով էլ ավելի պատը չկարողանա լինել կամ նմանը չկարողանա լինել ու խոսել համակարգային փոփոխությունների մասին։ Պահանջել, անկյունը մտցնել, ես մեկ-մեկ կոպիտ եմ ասում, շիշը կողել բոլոր իշխանության ձգտող քաղաքական ուժերին, որ իրենք առաջնահերթություն դարձնեն հենց այդ հարցը, որ իրենցից ով էլ վաղը գա իշխանության, այս մեծ լծակներով պետք է օժտված չլինի։ Դա նաև իրենց է ձեռնտու, եթե անգամ իրենք անկեղծ են, դա իրենց մեծ օգուտ կտա արտաքին աշխարհի հետ հարաբերություններում։ Իրենց վրա չեն կարողանա արտաքին աշխարհում ճնշում գործադրել երկրի ներսում իրենց կամքը, այդ արտաքին ուժերի կամքը թելադրելու համար։ Դա իրենց էլ է պետք, եթե իրենք իրոք ազնիվ են։ Բայց շատ կարևոր է հասկանալ, որ սոցցանցերում երոտը սոցցանցերում էլ մնում է։ Եթե փողոցում էներգիա չի գեներացվում որևէ հարցի շուրջ, սոցցանցում եղածը սոցցանցում է մնում։ Առավել եւս եթե այստեղ հարց առաջանում օրվա իշխանության վրա ազդելու կամ օրվա իշխանության հերաստելու հարց։ Երևի այդքան։ Այդ ջան, շնորհակալ ենք, բոլորս մոդուլակված էինք, բոլորիս սիրտը վախեցած էր այդ դեպքով, անկլերնով բիդեսեմ, stay safe, որտեվ կոնոման յուրադուկ անցերը նախ ուզեմ անգամ ես ողջունել, որտեվ Հայկ Տորունցը այդ նախաձեռնությունը, որը մենք իրաբաշտ ենք, այդպես չէ, որ այդպես այդ նախաձեռնությունը ազգանհարաբանական հազարները դիավակ է, սակայն Հայկը հիմքը դրավ նախաձեռնությանը եւ Հայկին գոչ ես լավ գաստամ եւ նույն գոչ ուղեմ ամեն մարդ թող դառնա ինքնուրույն Հայկ Տորունց եւ նույն շարժումը նույն ճահը փոխանցե եւ նույն ճահը բդցնե ամեն մեկի շրջանում իր շրջանագում իր մարզին իր քաղաքին իր աշխատած դեղը Հայկ ջան շնորհակալ ենք դարձյալ գանտիվինք մի բան ասեմ ու ավարտել եմ ես դու ասացի յուրահատկություն չէ ես շատ տխուր եմ որ դա յուրահատուկ է իրոք շատ տխուր եմ
Ես գիտեք ոնց ես կարող եմ օրինակ երկար ժամանակ օրինակ ես այս վերջերս իմիջ եմ ասում միջև Նիկոլը գալը ես Նիկոլական էի այսինքն չէ հետաքրքրում չէ զբաղվում հա բոլորս հիմա ալայք ենք։ հա հիմա Նիկոլը եկավ էլ Նիկոլական չէ հա ես օրինակ ես մի բան անում ես չեմ սպասում այդտեղ շատ մարդ կլինի թե ճիշտ եմ համարում անում եմ բոլորին էլ այդպես անում դուրս է փողոցում քայլելուց էլ կարա ոտդ սոտ տա ընկնես գլուխդ կոտրես եթե մտածում եք որ վտանգավոր է ինչ-որ մի բան դուրս է փողոցում քայլելուց էլ իրոք կարող է սոտ տաս ընկնես Ճիշտ է։ Գնալը ջնշումը բարձրա եւ վերանաս սիրտ կենա ամեն ինչ կարելի է։ Այ ջան, դարձյալ շնորհակալություն։ Մենք հանդիպելու ենք շուտով ուսամ կգազմագերբենք երասարտներով օպերա Զաուչա հարաբարակ կմիանա մի քանի երասարտներով եւ ավելի այսպես դինամիկ զրույց կունենանք։ Շնորհակալություն հայ ջան։ ես էլ եմ շնորհակալ բարի գիշեր Բարի գիշեր։